աճեցնել իր բերքը։ Պարոն Կարապետյան, Արմենիա թվեի սեպտեմբերից մինչև այս տարվա հունվար հարցումներին մասնակցած ավելի քան 2500 գյուղացիների պատասխաններից հստակ է, որ սոցիալական վիճակը վատ է։ Դուք նշել եք Հայաստանում 300,000 նոր աշխատատեղ ստեղծելու մասին, ըստ ձեր հաշվարկների դրանցից քանիսն են բաժին ընկնում հենց գյուղատնտեսության ոլորտին, ինչքանով է հնարավոր ավելացնել գյուղատնտեսությունից ստացվող եկամուտները եւ ինչ ժամկետների մեջ եք նախատեսում հասնել այդ արդյունքին, եւ ինչպես նաեւ որոնք են այն կոնկրետ քայլերը, որոնք թույլ կտան, որպեսզի գյուղատնտեսությունը ավելի մեծ տեղ զբաղեցնի Հայաստանի տնտեսության մեջ։ Շնորհակալություն։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցի համար, ուրեմն հարցի պատասխանը։ Գյուղատնտեսության մեջ 300,000 աշխատատեղերից մենք աշխատատեղերի ավելացում չենք նախատեսում, մենք նախատեսում ենք գյուղացիական տնտեսությունների շահույթների վերանայում, այսինքն, որ գյուղացիական տնտեսությունները գյուղացիները վերջապես շահույթ ստանան, նորմալ շահույթ ստանան, մեր հիմնական խնդիրը դա է, ոչ թե ավելացումը աշխատատեղերի, քանի որ արդեն 300-ից 400,000 մարդ կիսազբաղված վիճակում է գյուղ ոլորտում, բայց չունի կայուն եկամուտ։ Մենք խնդիր ենք դրել ապահովել 300-ից 400,000 մարդու, ովքեր գյուղերում են, կայուն եկամուտ, որպեսզի մեր գյուղերը զարգանա։ Դա է մեր հիմնական նպատակը։ Քայլերի հաջորդականությունը լինելու է այնպես, որ գյուղացիները նախ պետք է եկամուտները ավելացնենք, հետո նոր զբաղվենք նաև վերամշակումով, բայց տարբեր շրջաններում մենք գիտենք, որ ժամանակի ընթացքում ունեցել ենք երկու ուղղություն։ Մարդիկ զբաղվել են գյուղատնտեսությամբ, բայց նաև աշխատել են գործարաններում, որպեսզի իրենց տան հացը ապահովեն եւ նաև որպես հավելյալ եկամուտ։ Այդ նույն խնդիրը, այդ նույն հարցը մենք ունենալու ենք շրջաններում, լինելու են գործարաններ, որտեղ մարդիկ աշխատեն, իսկ սեզոնի ժամանակ ունենալու են արձակուրդներ, որպեսզի զբաղվեն գյուղատնտեսական աշխատանքներով։ Սա կբազմապատկի եկամուտները գյուղերի եւ սա է միակ ճանապարհը, որ գյուղերը ապրեն, որ գյուղերը չդատարկվեն։